Ուրախ ենք ողջունել մեզ մոտ ստուդիայում Հարգարժան Հյուրին, խոսելու ենք, ինչպես նշեցի, հեռուստատեսության մասին եւ ոչ միայն այսօր հնարավորություն ունենք դեռևս հայկական հեռուստատեսության ամենակարկառուն եւ վառ դեմքերից մեկին ողջունել մեզ մոտ ստուդիայում մեր հյուրն է տեսալսողական մեդիա ինդուստրիալ կոմիտեի նախագահ Մարգարիտա Գրիգորյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարող եմ չէ անունով դիմել։ Միանշանակ։ Դե Մարգարիտա ջան, երկար տարիներ աշխատեցիք Հարայնում 7.5 տարի մոտավորապես, հետո ստանձնեցիք մեկ ուրիշ մեդիա հոլդինգի, չէ, սպորտային ղեկավարի պաշտոնը, իսկ հիմա արդեն տեսալսողական մեդիա ինդուստրիալ կոմիտեի նախագահ եք։ Շատերի համար բացարձակ նոր կառույց, առաջին անգամ եմ լսում միգուցե, եւ նախ ուրախ ենք այստեղ ողջունել ձեզ շատ։ Եվ շնորհավորում ենք։ Շնորհավորում ենք միջազգային օրվա կապակցությամբ։ Այո, վստահ, բոլոր մարդկանց, ովքեր այսպես թե այնպես այդ հեռուստատեսային աշխարհում իրենց նշանակությունը շնորհակալություն, ես նախ ուզում եմ ասել, շատ հետաքրքիր զգացողություն կա, որովհետև թերևս քչերը գիտեն, որ ես հանրային ռադիոյում 7 տարի հաղորդում եմ վարել։ Շաբաթական 6 ժամ եւ շատ հետաքրքիր հիշողություն կա առավոտյան հաղորդումների հետ կապված։ Ես 2.5 տարի առավոտյան հաղորդումներ եմ վարել, շաբաթը 3 օր մենք երկու խմբով աշխատում էինք եւ ես աշխատանքի էի գնում առավոտյան 5:30։ 5-ին տանից դուրս էինք գալիս, 5:30 հասնում էինք եւ ժամը 6-ին սկսում էր Բարի լույս Երևան, Բարի լույս սիրելի ռադիոլսողներ եւ այլն եւ այլն։ Սա մի ուրիշ զգացողություն է։ Ամենայն անկեղծությամբ եթերից հետո ռադիոյում եթերի չեմ եղել, սա առաջինն է, շնորհակալ եմ։ Սա կարծում եմ մենք էլ հաճելի պահեր պարգևեցինք դες։ Այո։ Մեր փոքրիկ շնորհակալությունը։ Եվ այստեղ տեսա Տաթևիկին, ուզում եմ նաև իրեն ողջունել մեր նորություններ այսօր Տաթևիկ Բաղդասարյան եւ Արամ Չախոյան եւ Սուսաննա Հովանեսյանը արդեն երիտասարդ ավելի սերունդ են, ու քիչ ավելի հին են։ Ու ես հիշում եմ մեր բոլոր ընկերներին, գիտեք, ժամանակները այլ էին եւ չգիտեմ ինչի այսօրը թերևս պետք է հիշել այդ օրերի մասին 93 թվականին, երբ ես հանրային ռադիո եմ ընդունվել եւ միաժամանակ հանրային հեռուստաընկերություն, մութ էր, ցուրտ էր, ոչ մի բան չկար եւ երբեմն մարդիկ հանրային ռադիոյում անգամ ինչ որ բան էին պատրաստում տուն տանելու համար, բայց այսպես հոսանքով հոսանքով ազիզներն էին եւ դա թերևս լավագույն տարիներն են եղել մտերմության, միասնության, ընկերության, կրթության, զարգանալու, առաջ գնալու, այլ բան չկար, քան անընդհատ կարդալը, բաբինաներով աշխատելու ժամանակ, նույնն էլ հանրային հեռուստաընկերությունում էր, VHS-ներն էին, սուպեր VHS-ները եւ այլն։ Ուզում եմ ասել, սա մի հետաքրքիր, Արամ, ինձ թվում է բոլորս հիշում ենք, մենք զարմանալի ժամանակ ենք, չէ՞ անցել, հիմա ով կհիշի, հիմա արդեն CD դիսկեր չկան, հետո բետակամները եւ այլն եւ այլն, իսկ մենք անցել ենք հեռուստատեսային տեխնոլոգիական զարգացման մի ամբողջ ժամանակահատված, բայց անկեղծ ասած դրանից զատ ես կուզեի խոսել մինչև ինդուստրիալ կոմիտեին անդրադառնալը, որ տեխնոլոգիական այդ զարգացումը իր հետ զուգահեռ տանում էր նաև հետաքրքիր մարդկային արժեքների զարգացման եւ մտերմության եւ կրթվելու հետաքրքիր մի կարմիր գիծ, որը ցավոք տենց չի, որ հիմա շատ ենք տեսնում։ Ասենք եթե մենք ռադիոյով հաղորդում էինք անում եւ երաժշտական ձևավորում ունենայինք, լրագրողը պարտավոր էր դա իմանալ եւ որևէ մեկը չէր կարող չիմանալ ով է Մայլս Դեվիսը, Չիք Կորեան եւ էլի անուններ, անհնար էր, դու պարտավոր էիր դա։ Երեք բաղադրիչ կար՝ տեղեկացնել, զվարճացնել, կրթել։ Այո։ Երրորդը հիմա երկուսը հոյակապանում ենք եւ տեղեկացնում է հիմա եւ ռադիոն եւ հեռուստատեսություն եւ զվարճացնում է, բայց այդ կրթելու պահը մի քիչ կարծես կաղում է։ Ես այդպես կգնահատեմ։ Հետաքրքիրն է, եթե հետ գանք հեռուստատեսության միջազգային օրին, նախ շնորհավորում եմ բոլորին, որովհետեւ եւ հեռուստատեսությունը եւ ռադիոն դա մի կախարդական աշխարհ է, որի իրականություն չէ։ Երբևէ դա չի եղել իրականություն։ Դու ներխուժում ես մի աշխարհ, որտեղ ավարտվում է քո իրական կյանքը եւ սկսում է այն կյանքը, որտեղ որ դու ինչ ուզում ես, երազում ես, կարող ես ունենալ կամ չունենալ, դու կարող ես հաջողել, չհաջողել, համառել, լինել հետաքրքիր կամ դառնալ ամենաանհետաքրքիր մարդը։
Անգլիացիները ասում են camera can talk եւ դա թերևս ամենամեծ ճշմարտությունն է, երբ որ մարդուն դնում ես հենց տեսախցիկի առաջ, ամեն ինչ ավարտվում է, նա երևում է ուղիղ այնպես, ինչպեսին որ կա։ Եվ տեսախցիկը մերկացնում է։ Այո, լիակատար եւ ես երբևէ հեռուստատեսությունում սիրել եմ կադրից դուրս աշխատել է։ Ես նաև վարել եմ հաղորդումներ, բայց իմ աշխատանքը սկսել եմ 93 թվականի ձմռանից, գլխավոր ռեժիսորի օգնական, բազմաթիվ անգամ եմ ասել, տենց ռուսները ասում են, «На тебе пахать надо было, вот на меня пахали прилично», ինձ տենց աշխատացնում էին ոնց հնարավոր է։ Եվ տարբերությունը երբեմն երբ համեմատում եմ այսօրվա իրականության հետ, գիտեք ինչն է, մենք ուզում էինք աշխատել։ Մենք խնդրում էինք, որ մենք պատրաստ էինք, մենք կարող էինք լաց լինել, մեզ կարող էին վազացնել, մենք կարող էինք սառել, մենք կարող էինք, չգիտեմ, սովորել ամեն ինչ, բայց մենք ուզում էինք դա անել։ Ես հիմա ժամանակի ընթացքում, երբ աշխատանք էի վերցնում տարբեր լրագրողների կամ աշխատակիցների, անընդհատ այդ հարցերից քանի ժամ ենք աշխատելու, ես այդտեղ ուզում եմ կախվել, որովհետև հեռուստատեսությունը չունի ժամ, հեռուստատեսությունը ոչինչ չունի, դու պիտի լինես իր մեջ, ինքը պիտի լինի քո մեջ, եւ վերջ, այդտեղ ամեն ինչ ավարտվում է։ Այդ տարիների փորձը ի վերջո բերեց նոր գործի, նոր պաշտոնի, տեսալսողական մեդիա ինդուստրիալ կոմիտեի նախագահն եք հիշեցնեմ, շատ կուզենայի հասկանալ ինչով է զբաղվում այս կառույցը։ Շատ զարմանալի երկար անուն է, տեսալսողական մեդիա ինդուստրիալ կոմիտե, սա ինքնակարգավորվող մարմին է, հեռուստաընկերությունները միասին համախմբվեցին եւ ՀՌՀ-ի օգնությամբ հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի որոշակի փոփոխությունների, օրենքի փոփոխությունների առաջարկներով հանդես եկան, որպիսի ստեղծվի մի մարմին, որը կընտրի հեռուստաընկերությունների ռեյտինգների չափման ընկերությունը, անկախ ընկերությունը, այսինքն որպեսզի լինի ազնիվ, արդար, բաց եւ թափանցիկ, ստեղծվեց ինդուստրիալ կոմիտեն, որը հնարավորություն կունենա հայտարարել մրցույթներ եւ գտնել միջազգային կառույց, որը որ կչափի հեռուստաընկերության դաշտի կատարած աշխատանքը TV-ների ռեյտինգները, այդ թվում այս ինդուստրիալ կոմիտեի անդամ են հանդիսանում նաև Հայաստանում առկա բոլոր գովազդային գործակալությունները, որովհետև խոսքը վերաբերում է մեդիա շուկային, այսինքն գովազդային շուկայի կարգավորման խնդիրներին եւ մեդիա ինդուստրիալ կոմիտեն արդեն ընտրել է նոր չափիչին, որը Indietronics հնդկական բրիտանական արմատներով ընկերությունն է, որը չափելու է այսուհետ հունվարից սկսած բոլոր հեռուստաընկերությունների ռեյտինգները, վարկանիշները եւ դրանք տրամադրելու է գովազդային գործակալություններին, ովքեր որ կկարողանան ավելի հեշտ եւ ավելի արագ վաճառել գովազդ եւ դրսից բերել նոր գովազդային ընկերություններ, որոնք կամ գովազդատուներ, որովհետև մեդիա շուկան հայտարարակ ծանր վիճակում է, հայտարարակ գումար չկա եւ նաեւ դիջիտալ հարթակը որոշակիորեն իր գործը անում է, ինչու ոչ թե նրա համար, որ նա ավելի լավն է, այլ նրա համար, որ TV-ները թուլացան, գովազդային շուկան թուլացավ, փոքրացավ եւ իհարկե բնական է, որ դիջիտալը զարգանում է եւ թվային հարթակում ավելի հեշտ է ամեն ինչ ստանալ, բայց բնավ եւ բացարձակապես հեռուստաընկերությունները չեն կարող զիջել իրենց տեղը եւ դրա պատճառով չի որ ես այստեղ աշխատում եմ, ամբողջ աշխարհում այդ տենդենսը կա, որ կոնտենտը միևնույնն է մնում է կոնտենտ։ Այսա մի քիչ վիճելի է, դրա մասին խոսենք, եթե թույլ կտաք։ Իսկ ապագայի մասին դեռ կունենանք ժամանակ ներողություն խոսելու, շատ գեղեցիկ եւ հուզական բան ասացիք, որ այն ցուրտ ու մոտ տարիներին մարդկային փոխհարաբերությունները երևի թե համեմատելի չեն ներկա ժամանակների հետ, շատ թանկ բան կար շփումների մեջ։ Իսկ եթե դիտարկելու լինեք ձեր փորձի շրջանակներում հեռուստատեսության ոսկե դարը ըստ ձեզ անցել է, ներկայում է, թե միգուցե ապագայում է, նաև հաշվի առնելով տեխնոլոգիաները եւ նոստալգիան այս
Գիտեք, հեռուստատեսության ոսկե դար ասածը շատ հարաբերական է։ Ես որպես մարդ, որը անասելի եւ խելագարի պես սիրում է կյանքը եւ գիտի, որ ամեն վաղվա օրը շատ ավելի սիրուն է ու ավելի լավ է, ես չեմ կարող ասել, որ ինչ որ բան արդեն անցել է։ Որպես հեռուստադիտող։ Բայց այն, որ մենք ունեցել ենք, այսպես ասենք, լավագույն ժամանակահատված հեռուստաընկերությունների համար, հեռուստատեսության համար առհասարակ, այո, մենք ունեցել ենք եւ չմոռանանք, չգիտեմ, մենք ունեցել ենք Մավի Սակալյան, մենք ունեցել ենք Արմեն Հովհաննիսյան, մենք ունեցել ենք Տիգրան Նաղդալյան, մենք ունեցել ենք նորաստեղծ Հայլուր, որը ուղղակի աղմուկ էր այն ժամանակ, մենք ունեցել ենք Կարկարուն անասելի, մենք ունեցել ենք Արտուր Գրիգորյան, մենք ունեցել ենք Նարաշ Լեպչյան, ուղղակի Նարսուրենովնան պետք է ասել, որ նա մինչև այսօր աշխատում է եւ բացառիկ ներկայացուցիչներից բնականաբար մենք խոնարհվում ենք իր աշխատանքի առաջ Սուսաննա Շահինյանն ենք ունեցել, մի խոսքով ժամանակը այնքան հետաքրքիր է եղել եւ եղել են եւ վերելքներ եւ վայրեջքներ, Ստեփան Կարպիչը, Ստեփան Պողոսյանը, որը առաջին ամենալուրջ ամենածանր ժամանակահատվածը նոր ստեղծող հեռուստաընկերություն ստեղծել է։ Ես Մարկ Գրիգորյան շատ եմ ուզում հիշել ու չեմ հիշի շատերին կարող եք գիտեք, սա մի ժամանակահատված էր, որտեղ որ ինչու էր հետաքրքիր եւ ինչու էր ինչ որ բան ավելի լավ, որովհետեւ բոլորը ավելի շատ կարդում էին, ավելի շատ խաղում էին գիտելիք եւ այդ գիտելիքը ներդնում էին։ Հիմա ամեն երկրորդը կարող է երկու բառ ասելով փորձի դառնալ լրագրող։ Երբ ինձ հարցնում են հեռուստատեսության, ռադիոյի կամ լրագրողը կամ ոլորտում աշխատողի առաջին հայտանիշը ինչ է, ինչ պետք է անի, ես ասում եմ կարդալը եւ դա անհնար է, գիտեք, ես էլ եմ ChatGPT օգտագործում, բոլորս էլ օգտագործում ենք, բայց գիտեք, ես ChatGPT-ին Miles Davis-ից հարցնում եմ կամ հարցնում եմ, չգիտեմ, Կավկայից կամ հարցնում եմ, էական չի, գիտելիքի խնդիրը չէ ներկայացնելու, այլ բայց հիմա պատկերացրեք, իսկ մարդիկ հարցնում են, չգիտեմ, այսինչը ով է, այնինչ է ինչ է, այսինքն բազային գիտելիքներ են անհրաժեշտ մարդը երբ որ ինչպես զուխ աշել, այսինքն այստեղ շատ կարևոր է, որ ժամանակը այդ լավ ժամանակը նույն ռադիոյի եւ հեռուստաընկերության մենք իրապես շատ բան չունեինք, քան ինչ որ գրքեր իրար փոխանցելով, կիսվելով, մենք էլ էինք գնում էինք արկա ինչ որ կար, բառել էինք գնում, ապարում էինք, ուրախանում էինք եւ այլն, բայց կյանքը մի քիչ բայց ես կարծում եմ արամ այդ նաև բանից է, գիտես, ոնց որ մենք մեկը ոնց որ կարդում ենք, լավ ժամանակել ենք անցկացնում, ChatGPT-ից ենք օգտվում։ Այս ինչից է, որ այդ դեպքում սերնդից Մարգարիտա, մեր սերունդը այդպեսի է։ Այդ բազային դաստիարակությունը այլ է։ Մենք ուրիշ դպրոց ենք գնացել։ Բայց ես ինքան լավ երեխեք եմ տեսնում, շատ կիրթ հիմա դրսերում սովորելով հետ վերադառնում են հրաշալի։ Մի խոսքով ես վաղվա օրվան հավատում եմ։ Ես վստահ եմ, որ նաև Media Industrial Committee-ի օգնությունը այսօր TV-ներին պիտի բերի նրան, որ մի քիչ իրենք ֆինանսապես ավելի կայուն լինեն։ Տեսեք, ռեյտինգներ չափել կար Հայաստանում միշտ, ես երբևէ պետք չի մոռանալ դա, որովհետև մարդիկ արել են ահռելի աշխատանք, սկսվել էր այն ժամանակ կար JFK Nielsen եւ այլն, բոլորը տարիներ առաջ էր, այո, բայց տարիների ընթացքում ցավոք սրտի դա էլ տենց մի քիչ վատացավ, դա էլ այդպես դարձավ իրական պատկերը չարտացոլող եւ այլ, դա էր պատճառը, որ հիմա բոլորը որոշեցին ինչ որ նոր բան ունենալ եւ մենք ուղղակի պիտի շարունակենք այդ աշխատանքը, բայց շարունակենք մի քիչ ավելի արդար, թափանցիկ։ Այս դա է ուզում հարցնել, լավ, այս նոր մեթոդը ինչ է ենթադրում։ Որևէ հեծանիվ հորինելու որևէ բան չկա, ինչպես նախորդ էին չափում people meter-ով սարքեր, այո, ուղղակի այս ընկերությունը ավելի մեծ AI գործիքներ ունի
եւ բացի տանը տեղադրված սարքերից ամբողջ անալիզը, ամբողջ վերլուծությունը իրականացվում է նաեւ AI tool-երով եւ համեմատվում է այն չափիչի արած աշխատանքի հետ, որը որ տանը դրված է մարդկանց մոտ։ Այսինքն դուք նաև տվյալներ եք վերցնելու այդ կոնտենտը տվող ընկերություններից, չգիտեմ, Yukon կարող ենք այս պահի դրությամբ այս պահի դրությամբ 13 հեռուստաընկերություններ են անդրամագրված եւ սրա հնարավորությունը գիտեք ինչն է, թափանցիկ լավ ուսումնասիրությունը վաղը նախ իրական ցույց կտա, որ հեռուստաընկերության տեղը որն է, սա նաև կրթական կարևոր կետ ունի, պատկերացրեք, պարզ է լինելու, որ հեռուստաընկերությունն է ավելի շատ դիտվում, բացի գովաստ վաճառելուց։ Դա մեզ ինչ-որ բաներ կասի, էլի, դեպի ուր գնանք։ Եթե թույլ կտաք մի քանի հարց ունեմ, Մարգարիտա, նախ սկսել նրանից, որ շատ են հեռուստաալիքները եւ միանշանակ, ես չգիտեմ։ Եթե մի դիտարկում, որ ես շատ ընտանիքներ գիտեմ, որ հրաժարվել են հեռուստացույց, ոչ թե նայելուց, այլ սարքից։ Ասում են, որ յուրաքանչյուրի սմարթֆոնը, պլանշետը, համակարգիչը մեզ լրիվ բավարար է։ Շատերի տանը չկա հեռուստացույց։ Դա ինչ որ կերպ ասում է։ Երկու կարևոր բան կա, ես հենց ի սկզբանե ասացի, այո, գադջեթը եւ TV-ն դրանք տարբեր բաներ են։ Մենք այսօր TV ալիքները նայում ենք հեռախոսում, այլ TV-ն պիտի լինի, թե ինչ գադջեթով կնային, այլ խնդիր է։ Յուրաքանչյուր պարագայում օրինակ չափիչը որ կա, ինքը նաև կարողանում է չափել գադջետներում դիտվող ալիքների ռեյտինգները, այո, ես էլ նոր բավական բան է, բայց այստեղ մի ուրիշ բան էլի, գիտեք ինչու են հրաժարվում նաև, որովհետև շուկայում չկա գումար, որպեսզի գումարը ստեղծի կոնտենտ, որտեվ գումարն է ստեղծում կոնտենտ, որտեվ գումարն է ստեղծում լավ ապրանք, որպեսզի ապրանքը ներկայացվի մարդկանց եւ մարդիկ դրանք ընտրեն։ Այսինքն մեր ցանկությունը կարգավորելն է սա եւ ես չգիտեմ իրավունք ունեմ դա ասելու թե չէ, որպես ինդուստրիալ կոմիտեի ղեկավար, բայց որպես հեռուստատեսությունում 33 տարի աշխատող մարդ, ես պիտի ասեմ, այո, ես գտնում եմ, որ TV-ների քանակը անասելի շատ է, այո, ես գտնում եմ, որ հեռուստատեսության ոլորտը մինչև լիակատար բիզնեսի չվերածվի, չի լինելու զարգացում, ես չեմ կարող հասկանալ, երբ կան հեռուստաալիքներ բնավ ոչ մեկին չնեղացնելով եւ չնեսեմացնելով, խոսում ենք ոլորտի զարգացման մասին, կան հեռուստաընկերություններ, որոնք ասում են, տեսեք, մենք ճար չունենք, կոնտենտ չունենք, թող հանրայինը մեզ տա, մենք ցույց տանք, չէ, սիրելիս, փակվիր։ Ինչու տա հանրայինը քեզ, հանրայինը ուրիշ գործառույթ ունի։ Եթե դու ինչ որ ուզում ես Հայաստանը մի փոքր տարածք ունի, եւ 10 քանի հեռուստաընկերություն, որում մի քանի հեռուստաալիքներն են նաեւ կուսակցական, չէ՞ ինչ որ։ Այո, դա ավելի ծայրահեղացնում է խնդիրը։ Ես հեռուստաընկերությանը շատ վաղուց քաղաքական կոմպոնենտը չի կարող չլինել։ Ընդունենք կա, բայց չի կարող հեռուստատեսությունը որպես բիզնես ապրել քաղաքական կոմպոնենտի վրա։ Այսինքն կամ դու բարեգործություն ես անում, կամ դու ունես հեռուստաընկերություն, որը որ սպասարկում է քո շահը եւ դա բիզնես չէ, իսկ սա խանգարում է նաեւ առողջ մթնոլորտին հեռուստաընկերությունների զարգացման, կամ այդ հեռուստաընկերությունը իր ռեյտինգով պիտի նաեւ որպես քաղաքական ալիք, դա էլ է հնարավոր, պիտի դառնա բիզնեսի մաս։ Իսկ դա նշանակում է, որ մեր ալիքներ լավ կլիներ, որ TV-ների քանակը ավելի փոքր լիներ, եւ շուկան կարծես թե ունի պատկերացեք շուկան ունի 10 գովազդային միավոր, այն հիմա բաժանվում է 10 քանիսի մեջ։ Այդ 10 գովազդային միավորը ինչքան էլ բարձրանա, թող բարձրանա մինչև 15 ավել չի բարձրանա, բայց որպեսզի զարգացում լինի, այն պետք է բաժանվի գոնե 6-7-ի մեջ, ոչ թե 10 քանիսի մեջ։ Միջազգային գովազդատու ասելով հավանաբար նկատի ունեք այդ խոշոր, չէ՞, այո, մեծ, Gamble-ի ապրանքանիշներով եւ օրինակ, որոնք որ իմիջիայլոց Հայաստանի շուկայում եղել են եւ շուկայում առկա խնդիրների նաև չափիչի հետ կապված խնդիրների հետ կապված լքել են տարածքը կամ ոչ թե լքել են ամբողջությամբ շատ քիչ ներկայացվածություն ունեն միևնույն է Հայաստանը էս է անում սենց է անում եկեք այսքանը տանք բավարարվենք սա է եղել իրականությունը մեծ հույս ունեմ որ հիմա ճիշտ ռեյտինգավորման ճիշտ վարկանիշի դեպքում TV-ները իրենք էլ կհասկանան ինչ
անել, իրենք էլ կհասկանան արժի որ լինեն, պետք է որ լինեն Միգուցե միաձուլումներ լինեն, չէ, մի քանի թիմեր կանեն։ Ես դրան այնքան ուրախ կլինեմ, ես չգիտեմ, չէ, կան թիվիներ, որ կարող են միաձուլվել, բայց դա էլ շատ մեծ կամքի եւ գիտակցության խնդիր է, որպեսզի մարդիկ ամբիցիաները կողք դնեն ու ասեն, օրինակ մենք այս երկուսով կարող ենք միավորվել ավելի ուժեղ լինել։ Տեխնիկան խառնենք իրար, կոպիտ ստանանք ինչ-որ։ Մի քիչ չեմ հավատում, բայց ես շատ ուրախ եմ, որ խոսում ենք այս Անատական խաղացողները նրանք թիմային խաղերում էլ մեծ հաջողության չեն հասնում, եթե ուշադրություն եք դարձրել եւ դա խոսում է մեր մենտալիտետի, չէ՞, չգիտեմ, ինչ-որ յուրահատուկ մտածելակերպի մասին, որ համատարած է, իհարկե ամեն դեպքում կան բացառություններ, Իսկ երբ հեռուստատեսությունը վերածվում է բիզնեսի, բովանդակությունը դրանից կորում է։ Դուժում է, չէ, գիտեք, ես անընդհատ խոսում են այդ մասին, ուրեմն տեսեք, եթե ընկերությունը գումար չի վաստակում բիզնեսը, ինքը զրոյական է, ինքը հիվանդ է, ինքը առողջ չէ, ավելի լավ վաստակի, լավ կարողանա եկամուտ ունենալ եւ դրա հնարավորությամբ ստեղծի ավելի լավ կոնտենտ, վստահեցնում եմ։ Միշտ ավելի լավն է ստեղծում։ Շատ անգամ ասում ենք մի արտահայտություն, չէ, ինչ որ մի բան դիտում ենք։ Սխալ է, ես չեմ ընդունում։ Մի անգամից ուզում եմ ասել սերիալների մասին, եթե ասենք։ Միայն սերիալները չէ, շատ կոնտենտ կա, որ ասում են ինչի վրա են գումար ծախսում։ Հետո արձագանքը։ Ես պիտի ասեմ, թող ներեն ինձ իմ ընկերները, գոլեգաները, շատ իմ նաև ընկերները։ Սերիալների այս ահավոր ցածր մակարդակի ու այս անասելի թոհուբոհի մեջ իմ հանրայինի եղած տարիներին ես պրոդյուսեր եմ եղել եւ ղեկավարել եմ սերիալների նկարահանում Քաոս, Պատվի համար, անատոլիական պատմություններ, Ծղրիդի երգը, Շահեն Թաթիկյան Բալենին, ես վերցնում էի վերջին ուսուցիչը Վարդգես Պետրոսյան։ Եվ ուզում եմ ձեզ ասեմ, այո, բայց գիտեք ինչ ռեյտինգ ունեին, եւ որ ասում են, չէ, մակարդակը, չգիտեմ, չեն նայում եւ այլը, դրա համար եմ ասում, շուկան եթե կարգավորվի եւ գովազդը լինի արժանվույն եւ այնքան, որ մարդիկ կարողանան, մարդիկ պիտի նկարեն այնպիսի սերիալներ, որ կրթական ցենզի փոփոխություն լինի, հայտարարություն է արդեն այդ կենցաղային, ներկենցաղային կրիմինալ ու ասել, որ ժողովուրդը մենակ դա է նայում, ես համաձայն չեմ։ Ես դրան համաձայն չեմ։ Դա է նկարահանվում, դա է նայում։ Կնկարահանվի ավելի լավ բան, կնայեն ավելի լավ բան։ Ինչ կտան, այն կնայի, այսինքն տարիներ տրվել է ինչ-որ մի բան, դրա համար դիտվում է դա։ Հիմա, եթե փոխվի իրավիճակը, վստահեցնում եմ ձեզ, որ որևէ մեկը գեղեցիկ լավ ընկալելու դեմ չի։ Եվ մենք նաև խնդիր ունենք, մենք սերիալներում չգիտենք ինչ գաղափարախոսություն տանք, ամբողջ ռուսական հեռուստատեսությունը պրոպագանդայի մասին է, ամբողջ ամերիկյան հեռուստատեսությունը կամաց, կաթիլ, ինչ-որ արժեհամակարգ են ներմուծում, մենք չգիտենք ինչ ենք ներմուծում, ինչ ենք ներմուծում։ Մայրս, տարեցկին է, նստած ամբողջ օրը նայում է այսպես հեռուստատեսություն, Եվ նայում է ծրագրեր, որ որևիցե նայում ես հաղորդումը վերջանը ոչ մի բան չի մնում։ Դա ուղղակի ժամանակ վատնելու ինչ-որ տեսապատկերների շարք է, օրինակ DNT-ի տեստեր են անցկացնում, անծանոթ մարդիկ պարզում են իրենք բարեկամներ են թե չէ, եւ դա տևում է 1-1.5 ժամ, եւ մարդիկ նստում նայում են դա։ Հարց առաջանում ինչի համար։ Այսինքն, հա, հասկանալի է, դա ժամանց է, ի վերջո, ասենք, թոշակի անցած մարդու համար գլխավոր խնդիրն է յուրահատուկ կամ էլ մյուս օրվանից տարբերվող ժամանակ անցկացնել, բայց այ դու տես դրանք տարիներով գնացող հաղորդաշարեր են, որոնք միշտ բարձր ռեյտինգ ունեն։ Իսկ երբ որ փորձում ես ինչ-որ մի պիտանի բան առաջարկել, օրինակ հաղորդաշար, որը պայմանական ինչ-որ գիտաճանաչողական բնույթ է կրում եւ այլն, դրանք ցածր ռեյտինգ ունեն, բնականաբար հեռուստատեսության համար դառնում են բեռ եւ ծրագրային ցանկից դուրս են գալիս։ Ինչպես ճիշտ կազմակերպել այդ ճիշտ չափաբաժինները։ Շատ լավ բառ ասացիք, ճիշտ չափաբաժինները։ Դուք արդեն դոկտրինան տվեցիք դրա։ Ունենալ նայել, կամաց բերել, հասցնել դրան։ Եթե մենք տարիներ գրեթե չենք ունեցել գիտաճանաչողական, ըստ էության միայն հանրային հեռուստաընկերությունն է, որ իր ուսերին դրված ունենալով այդ
բեռը ինքն է կարողացել դա իրականացնել բոլոր տարիներին եւ նախկինում եւ իմ ժամանակ եւ այսօր միայն հանրային հեռուստաընկերությունն է, որ այս կամ այն կերպ իրականացնում է վավերագրական ֆիլմերի կամ եւ այլն գիտական, կրթական ինչ-որ բաներ բայց այստեղ պետք է չափորոշիչները կամ օրենքի մակարդակով կամ թերևս օրենքի մակարդակով լինի այնպես, որ բոլոր հեռուստաընկերությունները այս կամ այն կերպ ինչ-որ կոմպոնենտ ունենան, որովհետև անհնար է կամ եթե ժամանակակից աշխարհում մենք ասում ենք, տեսեք, սա սպորտ ալիք է, ծայրից ծայր պետք է լինի սպորտ, մեկ այլ բան է, սա սերիալների ալիք է, ծայրեի ծայր պետք է լինեն սերիալներ, գոնե այդ սերիալները ընդունելի է, դա ուղղվածություն ունեցող հեռուստաընկերությունների մասին է, գոնե պետք է լինեն այնպիսի չափորոշիչներ, որոնք հնարավորություն ստեղծեն, ինչպես կա օրենք, արյունը չպիտի երևա այս ժամից հետո, խմիչքը չպիտի լինի այս ժամից հետո, սիգարետը չի կարող ծխախոտը լինել եւ այլն, հնարավոր պետք է անպայման ինչ որ կերպ կարգավորել սա եւս որպիսի կոնտենտի մեջ այդ ձեր ասած չափաբաժիններով իրար հերթականությամբ ունենան կրթականը, մշակութայինը եւ այլն։ Ով է այդ ցանկը ճիշտ կազմելու։ Ինչ մասնագետներ են։ Ես կարծում եմ դա ամեն դեպքում օրենքի ուժով պետք է իրականացվի, այսօր այդ չափորոշիչների հետևողը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն է, բայց նրանք էլ առաջարկներ անողն են եւ ոլորտը փորձում են եւս կարգավորել եւ բավական գործ են արել տարիներին, բայց հավանաբար TV-ները պետք է մեկ անգամ կամքի ուժ ունենան, բոլորը իրար հետ միավորվեն եւ հասկանան, ընդունեն, որ պետք է ինչ-որ բան փոխվի։ Հակառակ դեպքում տանուլ ենք տալու, գիտեք, երբ որ կարգավորվի ֆինանսական խնդիրը, երբ որ մարդիկ ունենան իրենց իրական տեղը վարկանիշներում, երբ որ իրենք կարողանան որոշակիորեն մանետիզացնեն թեկուզ այն կոնտենտը, որ այսօր ունեն, հենց սկսեց այդ process-ը ավելի կարգավորվել եւ այդ մարդիկ սկսեցին գումար աշխատել, մի քիչ կխաղաղվեն, մտածելու տեղ կունենան։ Այսօր չեն կարող խաղաղվել, չեն կարող մտածել, որտեղ այսօր օրվա հացի հարց ունեն լուծելու։ Մարգարիտա, որևիցե ժամանակաշրջանում այդ երկար տարիների, որին ականատես եք եղել եւ մեջն եք եղել, ինչպես ասում են, արվել է փորձ, օրինակ ռուսատեսությանը հայկական հեռուստը տարածաշրջանային նշանակություն տալ, այսինքն օրինակ չգիտեմ, Վրաստանում մեզ նայեն, Ադրբեջանում նայեն, Իրանում նայեն, նրանց ալիքներն է մեզ մոտ նայեն, լեզուն թարգմանված լինի, ինչ-որ մի բան արել, շուկան մեծանա, հասկանում եք։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, իմ աշխատանքային ժամանակահատվածում մենք խորհրդի հետ միասին այն ժամանակ առաջարկ արել ենք կառավարությանը, այդպիսի ալիք ունենալու, անգամ եղել են քննարկումներ հենց հատկապես դրսի ալիքի զարգացման ու օտարալեզու անգլերենով, ադրբեջաներենով, ռուսերենով, այո, այդպիսի մտքեր եղել են, ես չեմ կարող ասել, որ այդ միտքը վերածվել է փորձի, ոչ, որովհետև դրանք քննարկումներից ավել չեն անցել, բայց ցավոք սրտի դա բավական բարդ գործընթաց է, պիտի ասեմ, շատ, եւ սա եւս մենք էլի խոսում ենք, գիտեք ինչի մասին, մենք խոսում ենք փողի եւ արժեքների մասին։ Հիմա տեսեք, մենք այնուամենայնիվ այնպես պատերազմող երկիր, դժվար ժամանակներ անցնող երկիր, արդյոք մեր ռոպագանդան պետք է լավը չլիներ։ Արդյոք մենք չպետք է կարողանայինք անեինք նման ծրագրեր դեպի դուրս եւ ավելի շատ գումար դնեինք մեզ ճանաչելիության վրա, բայց չի եղել եւ չի արվել։ Ամեն դեպքում մեր առաջարկները եւս այն ժամանակ չի ընդունվել, բայց հիմա կա միայն Ամերիկյան Միացյալ Նահանգներում, որ Armenia TV-ն պահում է, որը շատ բարդ է, ես ավելի քան վստահ եմ, որ նրանք ահռելի դժվարություններով են դա անում, որտեղ ահագին գումար են ծախսում եւ այդ գումարը միշտ չէ որ ետ է վերադարձվում։ Այո, իրենք զրոյական վիճակի էլ երբեմն չեն հասնում, բայց մարդիկ դա ստեղծել են եւ պահում են։ Հանրայինն է Միացյալ Նահանգներում եթեր հեռարձակվում, սենց մասնագիտորեն եթե ասենք, բայց ցավոք սրտի այդքան տարբեր Վրաստանում կա, բայց դա արդեն այն երկրների խնդիրն է, նրանք են դա դնում, որպեսզի իրենց
զբոսաշրջիկները եւ այլը տարբեր հյուրանոցներում դրանք նայեն եւ այլն, բայց սա շատ լուրջ խնդիր է, որը պետք է գլոբալ մեծ պետական մակարդակով անպայման, որտեղ մասնավորը սա չի կարող անել, սա պետական մակարդակով աջակցությամբ պետք է հնարավորություն ունենա ամբողջ աշխարհին գոնե անգլերենով կամ բաժանվի երկու շատ կարևոր ուղղություններով ռուսերենով, անգլերենով, չգիտեմ, ինչու՞ չէ ադրբեջաներենով հաղորդումներ, ալիք, որը կպատմի Հայաստանի մասին, որը կխոսի հայ գենի մասին, մշակույթի մասին, սպորտի հայի մասին, որպեսզի Հայաստանում էլ կպատմեն իրենց մասին, որպեսզի մեկը գիտեք Հայաստանում իրենց մասին պատմեն, հələ իրենցը թողենք, Հայաստանի մասին, հայի մասին դրսում, որպեսզի օտար մարդիկ ուղղակի տեղեկատվություն ունենան, դուք շատերդ եք լինում դրսում, ես վերջերս տենց վաղուց արդեն դադարել եմ տաքսիների մեջ վիճելուց, բայց վերջերս տենց մի վեճ եմ ունեցել Փարիզում, շատ ծիծաղելու պատմություն էր, վերջում ներողություն խնդրեցի, մենք տենց ժպտալով իրար բաժանվեցինք, մեքենան կանգնել էր, իրար հետ խոսում էինք դեռ, որովհետև տենց որ նստում ես, հարցնում են որտեղից ես, ինչ եւ այլն, տենց խոսում ես, ես մի ասում եմ հայ եմ, խոսեցին մեր պատերազմից, խոսեցին տարբեր բաներից եւ այլ ու ինչ որ բաներ հարցրեցին, որ չէ, սա ձերը չի, սա իրենցն է, սա դուք չեք եւ այլը եւ շատ բնական զրույց, որը վեճի վերածվեց ու ես տենց փորձում եմ այս մարդուն ինձ թվում է որ եթե ես հիմա իրեն ինչ որ բան բացատրեմ, ինքը գոնե ինչ որ մի բան կիմանա ու հետո ասենց հանգստացա ու սկսեցի իրեն բացատրել, որ սա տեղեկատվություն է, եթե դուք ստեղ կարդաք, սենց կլինի եւ այլը, մի 10 րոպե այդ մեքենան կանգնել է, մենք իրար հետ խոսել ենք, տենց հետո ձեռքի տվեցինք, շնորհակալություն ասեցինք իրար, դուրս եկանք, ինքը ընդհանրապես ոչ ֆրանսիացի էր, ոչ ադրբեջանցի էր, ոչ հայ էր, չեմ էլ հիշում արդեն ինչ ազգեր, բայց մարդիկ երբ որ ասում են Հայաստան երբեմն տեղեկատվության դրջագույն պակաս կա եւ չգիտեն ինչի մասին են խոսում։ Այ ձեր ասածը դրան է վերաբերում, պետք չէ քաղաքականության հետ խառնել։ Ուղղակի անհրաժեշտ է իրոք ունենալ հնարավորություն դրսի համար քաղաքական չէ, այ ասենց չգիտեմ գաղափարախոսական Հայաստանը ներկայացնող ինչ որ բան, բայց դա բավական թանկ բան է, շատ թանկ բան է։ Այդ հնարավորությունը յետևում մարդիկ են կանգնած լինելու, շատ գեղեցիկ տեսլական ներկայացրեցիք եւ պարզ է որ դուք հստակ տեսնում եք հեռուստատեսության զարգացումը, իսկ ինչ հմտություններ են պահանջում այսօր այդ մասնագետներից թվային դարաշրջանում հիշեցինք, վերհիշեցինք անուններ, շնորհակալություն, երախտագիտություն հայտնեցինք այդ մարդկանց, բայց առաջ ենք շարժվում։ Եվ այդ առաջընթացի մեջ պետք է նոր հմտություններ, նոր մասնագիտական զգացողություններ, ժամանակի պահանջի, զարկերակը զգալու, առաջ գնալու, մեզ տարածելու, այ ինչպես եք պատկերացնում այդ մասնագետները որտեղ պետք է ես իմ գործունեության մեջ, բացի լրագրող ռեժիսորի օգնականից սկսած աշխատելուց մինչև հեռուստաընկերության տնօրեն ես ղեկավարել եմ այս երկրի 3 կարևոր հեռուստաընկերությունները։ Ես 5 տարի Armenia TV գլխավոր պրոդյուսերն եմ եղել։ Դա գրեթե հավասար է ամբողջ ղեկավարմանը, հանրային հեռուստաընկերությունը եւ զրոյից ստեղծել եմ Fast Media-ն եւ ամբողջ իմ կյանքի ընթացքում կադրերի եւ այն ժամանակ եւ այսօր սովա ակնհայտ է եղել ամբողջ ընթացքում։ Այսինքն AI-ը գործ չի խլելու։ Ոչ մի բան, ու տեսեք, այն ժամանակ էլ կար խնդիր կադրային, ուղղակի թերևս հիմա ավելի շատ է, պիտի ակնհայտ ասեմ, որ այս ժամանակի ընթացքում ինչքան գնաց, այնքան կադրերի պակասը ավելի շատ է։ Գիտեք ինչի է պակասը շատ, որտեղ էլի եմ ասում, ամեն ինչ հեշտացել է եւ բոլորին թվում է թե առանց կրթության հնարավոր է ինչ որ բան։ Հնարավոր չէ։ Հնարավոր չէ առանց Սիրունիկ մրուտիկով գալիս է ու 3 բառ հետո ավարտվում է պաշարը։ 2 բառ հետո կրկնվում են բառերի քանակը։ Լեզուն շատ հետաքրքիր բան է, այսինքն դու կարող ես խոսել, դու անընդհատ պիտի խոսես այդ մի քանի բառով։ Տեսեք, չէ՞, մենք քննություններ ենք հասնում, այսքան բառապաշար, անգլերեն ենք սովորում, ֆրանսերեն ենք սովորում, այսքան բառ գիտես եւ այլն։ Չունեն բառապաշար չկա, սա է մեկ, երկրորդը մի շատ հետաքրքիր բան կա,
ամեն ինչ ավելի հեշտ է տրվում, երբեմն տեսեք առաջ կար այսպիսի բան, չէ, դժվար էր գնալ եւ աշխատել, չգիտեմ, սրճարանում մատուցող գնալ, հիմա հեշտացել է եւ դրանք ավելի տարբեր աշխատանքներ կան, որոնք ավելի շատ եկամուտ են բերում, այդ երիտասարդները այդ պահին, որ կարող են սովորել եւ ինչ որ մի բաներ, ասում են մարդ կգնանք այնտեղ փող կաշխատենք ու ինձ համար ձեր ասած հմտություն ասածը միայն կրթվելն է նորմալ ինստիտուցիոնալ կրթություն ստանալ։ Մենք ունենք 1 րոպե ժամանակ, ես կարճ մի հարց եւ կլինեն առաջին տվյալները նոր չափումների։ Շնորհակալություն հունվար ամսին, դեկտեմբերին կլինի Երևանը, ամբողջ Երևանինը, հունվար ամսին, հունվարի 15-ից կլինի Հայաստանը, հունվարը մեզ համար ապրոբացիոն տենց փորձնական շրջան կլինի եւ փետրվարի 1-ով մենք հստակ արդեն հրապարակային հանդես կգանք բոլոր ուղղություններով, որոնք են ինչ են եւ այլ ես ասեմ, որ ես վստահ եմ, որ այն ժամանակ էլ կունենանք էլի խնդիրներ, որովհետեւ բոլորը կասեն միևնույն է իմ տեղը սա չէ, նա չէ, բայց ինչքան հակափաստարկներ են բերել։ Ոչինչ, կարևորը որ ես շատ ուրախ եմ, որ այս կառույցը ստեղծվեց, կարևորը որ օրենք փոխվեց, կարևորը որ մեր երկրում այս ոլորտի հետ կապված բավական սենց լավ քայլեր արվեցին, երևի թե կստացվի։ Ես հավատում եմ։ Շնորհակալություն։ Որ նոյեմբերի 29-ին հայկական հեռուստատեսության օրն է եւ օրեր առաջ նաեւ շնորհավոր ենք, որովհետեւ չեմ կարծում ենք առիթ կունենանք նորից հյուրընկալելու։ Բայց անպայման Մարգարիտա Գրիգորյանին կհրավիրենք մեզ մոտ էլի ու էլի, տեսնենք ամփոփենք, հա։ Ես բոլորին շնորհավորում եմ հեռուստատեսության իմ գոլեգաներին, ձեզ այդ թվում, իմ բոլոր շատ լավ ընկերներին, ձեզ անսահման շնորհակալ եմ, ես վաղուց չէի խոսել, ինձ շատ հաճելի էր։ Մեզ ինչքան հաճելի էր, մենք սովորաբար խոսում ենք, այս դեպքում լրիվ ուշադիր լսում ենք, շատ հաճելի էր։